Փաշինյանի Թուրքիա կատարած այցի առաջին ծաղիկներն են ուրվագծվել Ստամբուլում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում Ադրբեջանի նախաձեռնությամբ Ստամբուլյան հռչակագիր անունը կրող փաստաթուղթ և 5 բանաձևեր են ընդունվել, որում անդրադարձ կա նաև Հայաստանին, հայտնում է Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Ըստ պատգամավորի, այդ դեկլարացիայում ամրագրվել է բռնի տեղահանված ադրբեջանցիների վերադարձի իրավունքը Հայաստան։ Փաստաթղթում որպես արևմտյան Ադրբեջան է ներկայացվում Հայաստանը։ Ավելին, Հայաստանի Հանրապետությանը կոչ է արվել վերացնել այն խոչընդոտները, որոնք հնարավորություն կտան խաղաղության պայմանագիր կնքել։ Հայաստանյան կառավարչի արցախցիների իրավունքների պաշտպանությունից և մասնավորապես հավաքական վերադարձից ու Հայաստանի Հանրապետության օկուպացված տարածքների թեմայից հրաժարվելու պայմաններում Ադրբեջանը միջազգային օրակարգ է հրում այսպես կոչված արևմտյան Ադրբեջան եզրույթը, որը ներառում է ներկայիս Հայաստանի զգալի մասը։ Ավելին, Ադրբեջանի բանակցային գործընթացում դրսևորվող անհակ հավակնությունների պայմաններում փաստաթղթի չստորագրվելն էլ ջարդվում է Հայաստանի գլխին։ Իշխանությունը երկիրը հրել է դեպի թուրքական թակարդ, որտեղ միակ դերը, որն ունի Հայաստանը, պարզապես հնազանդվելն ու ստացած ապտակները հանդուրժելն է։